Որքան մոտենում է ընտրությունների օրը, հունիս ամիսը, այնքան Փաշինյանը չի կարողանում թաքցնել իր վախերը, իր խուճապը, պանիկան։ Դրա դրսևորումն էր ընտրական օրենսգրքում օրերս տեղի ունեցած փոփոխությունները, որով փաստացի արգելում է հիմնական ընդդիմադիր ուժին, Ուժեղ Հայաստան կուսակցությանը Սամվել Կարապետյանի գլխավորությամբ օգտագործել դաշինքի ձևավորման մեջ իր անունը Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ։ Փաստորեն այս ինքնին լոզունգ հանդիսացող անվանումը հունից հանում է Փաշինյանին։ Եթե Փաշինյանը ունենար ժողովրդի սերն ու վստահությունը, որը չունի, համակրանքն ու լեգիտիմությունը, որը չունի, որովհետև նույնիսկ իրենց իսկ հարցումներով Հանրապետական ինստիտուտի ամերիկյան անցկացրած, որը նրանք տիրաժավորում են, թեև բոլոր քաղաքական ուժերի մեջ ունեն որոշակի բարձր վարկանիշ, բայց այն չի անցնում ընդհանուր հարցվածների 20-30%-ից։ Այսինքն Հայաստանում կա հսկայական 50-60% մերժողական էլեկտորատ, որը Նիկոլ Փաշինյանին պոտենցիալ չի ընտրելու, եւ ակտիվ էլեկտորատ, որը իրականում ընդդիմությանը որոշակի քիչ ձայներ է տալիս, բայց հավաքական առումով 70-60% ընտրողների չի ընտրելու Նիկոլին։ Հետևաբար այսօր հարցը այն է, թե ում է ընտրելու։ Մարդիկ ցանկանում են իմանալ ում ընտրեն։ Նիկոլին չընտրելը արդեն դարձել է համազգային կոնսենսուս։ Եվ այս վախից, այս փաստը ընդունելուց Նիկոլ Փաշինյանը ցանկանում է խուսափել, ընկնելով մանրախնդիր բաների հետևից, արգելելով ընդդիմադիր ուժին իր առաջնորդի անունը բանկարկել, ընկնելով ընդդիմադիր լիդերի պաստառների եւ նկարների հետևից։ Եթե մարդը հաղթելու վստահություն ունենար, նման մանրախնդիր բաների հետևից չէր ընկնի։ Մյուս կողմից սա ինչ է ցույց տալիս, որ Նիկոլ Փաշինյանը հանուն իր իշխանության պատրաստ է ցանկացած ժամանակ ոտնահարել ժողովրդավարությունը եւ փոխել օրենքներ, որը հաջող կլինի իրեն, օգուտ կլինի իրեն։ Եվ այդ տրամաբանությամբ նա ցանկանում է փոխել նաեւ Հայաստանի սահմանադրությունը, որպեսզի արդարացնի իր պարտությունները, որպեսզի արդարացնի իր իշխանության մնալը։ Ուրիշ տրամաբանություն չկա։ Հետևաբար արձանագրենք, Նիկոլ Փաշինյանը գնալով դառնում է անկառավարելի։ Մեկ հարձակվում է մետրոյում երեխայով մանկահասակ մոր վրա, մեկ ձերբակալում եկեղեցում պատարագի մասնակցած 18-ամյա երիտասարդի, չգիտի ում հետ ինչ խոսա փողոցներում ընկնելով աչուձախ, մանկապարտեզներում երեխաներին է օգտագործում իր PR-ի համար, հաղթող ժողովրդի սերը ունեցող ղեկավարը երբեք նման բաներով չի զբաղվում, այլ ինքնավստահ, հավասարակշռված գնում է իր ճանապարհով։ Բայց Նիկոլ Փաշինյանը ամեն քայլը ցույց է տալիս, որ նա վստահ է, որ ժողովուրդը նրան չի ընտրելու։ Եվ նրա հույսն այն է, որ արգելի ընդդիմադիր ուժերին, հիասթափեցնի ժողովրդին, որովհետև ինչքան քիչ գնա ժողովուրդը ընտրության, այնքան նա հաղթելու շանս կունենա իր 20-30%-ով։ Որովհետև եթե նախկինի նման ժողովրդի ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 50%-ը չմասնակցի, նրա 30% ավտոմատ դառնալու է 50+1%։ Եվ այդպես Հայաստանի փոքրամասնության մի քանի 100,000 կիսագրագետ, կիսա ոչ հայրենասեր, կիսա դավաճան, կիսա տգետ եւ նաեւ մոլորված, ինչու ոչ նաեւ մի 10,000, 20,000 իսկական համակիրների շնորհիվ որոշում են 3 միլիոնի ճակատագիր, մի ամբողջ պետության ճակատագիր, փոքրամասնությունով։ Սա պետք է հասկանալ, սիրելի ժողովուրդ, եւ ընտրություններում թույլ չտալ, որ հերթական անգամ փոքրամասնությունը որոշի մեծամասնության ճակատագիրը։ Հավանեք, բաժանորդագրվեք, տարածեք, որպեսզի այս ճշմարտությունը հասու լինի բոլորին։